Վաղ առավոտյան մայրաթոռի աշխատակիցներն արդեն նախապատրաստվում էին օրվա կարևոր իրադարձությանը Տեառն Ընդառաջի նախատոնակին։ Երեկոյան ժամերգությունից հետո այստեղ վառվելու էր տոնական խարույկը։ Հոգևորականների թափորը վեհարանից տաճար ուղեկցեց Հայոց Հայրապետին։ Մայրավանքը լեփլեցուն էր հավատացյալներով։ Հնչեցին աղոթքներ, սաղմոսներ ու շարականներ, իսկ ժամերգության ավարտին կատարվեց նախատոնակի արարողություն։ Ընդունված ավանդույթի համաձայն Տեառն Ընդառաջի նախատոնակին կատարվում է անդաստանի կարգ։ Սա տարվա մեջ առաջին անդաստանն է։ Վեհափառ Հայրապետը անցնելով իջման Սուրբ Սեղանի 4 կողմերով օրհնեց աշխարհի արևելյան, արևմտյան, հարավային և հյուսիսային ծագերը, պահպանիչ աղոթք հնչեցնելով մեր հանրապետության և ժողովրդի համար։ Անդաստանի կարգից հետո վեհափառն օրհնեց եկեղեցու մոմերը։ Այնուհետև նորին սրբությունը օրհնեց մայրավանք եկած նորապսակ մի զույգի, մաղթելով, որ երջանիկ ու խաղաղ լինեն բոլոր նորաստեղծ ընտանիքները։ Լինեն իրենք երջանիկ և ապրեն երկար օրեր, Տիրոջ օրհնության ներքո և Տիրոջ սիրո մեջ, և իդեմս նրանց մեր հայցն ու մաղթանքը ուղղված լինի բոլոր նորապսակ զույգերին, որոնց օրհնությունը պիտի կատարվի վաղը սրբազան պատարագի արարողությունից հետո։ Նորապսակների օրհնությունից հետո ամենայն հայոց կաթողիկոսը հոգևորականների և ժողովրդի ուղեկցությամբ տեղափոխվեց բաց խորանի մոտ և եկեղեցուց բերած մոմի կրակով վառեց տոնական շքեղ խարույկը։ Տեառն Ընդառաջը մայրաթոռ է բերել բազմաթիվ հավատացյալների հանրապետության տարբեր մարզերից։ Վեհափառ Հայրապետի օրհնությունը ստանալու և նրա ձեռքով վառված խարույկից իրենց ընտանեկան խարույկներին կրակ տանելու համար այստեղ են եկել շատ նորապսակներ և երիտասարդներ, հույսով, որ այս կրակը, եկեղեցու կրակը, կջերմացնի իրենց ընտանիքներն ու օջախները։ Մարդիկ պտտվում էին խարույկի շուրջը, միմյանց փոխանցում եկեղեցու լույսը, աշխատելով այն առանց մարելու տուն հասցնել և շնորհավորում էին ծանոթ ու անծանոթ բոլոր նորապսակներին։ Բոլորին մաղթում ենք, որպեսզի լինեն առողջ, ապրեն երկար, լինեն միաբան և թող Աստվածային սերը բոլորիս օջախներում իշխի։ Կմաղթեմ ուղղակի բոլորին առողջություն, երկար կյանք, հաջողություն, իսկ նորապսակներին երջանկություն ամենակարևորը։ Եկեղեցուց լույսը տանում ենք տուն, որ այդ լույսը բոլորիս տներում էլ վառ մնա։ Առողջ երջանիկ ընտանիք ենք ուզում։ Մնացած բոլորին կցանկանանք նույնը սեր, երջանկություն ընտանիքում։ Վեհափառ Հայրապետը նորապսակներին օրհնած խաչեր նվիրեց, մաղթելով լավագույն պահեր ընտանեկան կյանքում։ Մենք մաղթում ենք, որպեսզի այսօրվա այս տոնի ջերմությունը, այս տոնի լույսը, այս տոնի ցնծությունը բնակություն հաստատի հայ նորահաստատ օջախներից ներս եւ նրանք կարողանան զորեղ ընտանիք կազմել, հաստատուն ընտանիք կազմել, Տիրոջ օրհնության ներքո եւ փառավորել Աստված այն բոլոր
շնորհների ու ողորմությանց համար, որ Տերը պարգևում է ազգիս հայոց։